Քրիստոսի սիրով ողջույն ձեզ։ Մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոս ավետարաններում խոսելով լավ հովվի կերպարի մասին, խոսում է նաեւ իր մասին եւ օրինակ տալիս մեզ հոգեվորականներիս։ Ինչու հատկապես մեզ, որովհետեւ մենք կոչված ենք Տիրոջ խոսքը տարածելու եւ քարոզելու ամենուր, Քրիստոսի լույսը բերելու այն մարդկանց հոգիներին, որոնք ճշմարտապես եւ սրտանց ցանկանում են նրան ճանաչել եւ անդամագրվել իր Սուրբ եկեղեցուն։ Անշուշտ շատ դժվար է մեր ծառայությունը եւ բարդ, չնայած որ դրա հետ մեկտեղ նաեւ քաղցր է, որովհետեւ մենք Քրիստոսի ավետարանն ենք քարոզում եւ ինչպես երջանկահիշատակ Գարեգին առաջին հայրապետն է ասում, մենք կոչված ենք լինելու մարդկանց մեջ Աստծո թարգմանիչները։ Այսօրվա ընթերցումը վերաբերում է մեզ հոգևորականներիս։ Պետրոս առաքյալի ընդհանրական առաջին նամակ, գլուխ 5։ Ուստի աղաչում եմ երեցներին իբրև երեց ու վկա Քրիստոսի չարչարանքների եւ մասնակից գալիք փառքի հայտնության։ Արածեցրեք Աստծո այդ հոտը, որ ձեզ է հանձնված, վերակացու լինելով ոչ թե հակառակ ձեր կամքին, այլ հոժարակամ, ըստ Աստծու, ոչ թե շահախնդրությամբ, այլ անձնուրացությամբ, ոչ թե տիրելով նրանց, որ բաժին են ընկած ձեզ, այլ օրինակ լինելով հոտին, որպեսզի երբ Հովվապետը երևա, փառքի անթառամ պսակն ընդունեք։ Այո, սիրելիներ, մենք իբրև հոգևորականներ մեր առջև ունենք լավ եւ բարի ճշմարիտ Հովվի օրինակը, եւ միայն նա գիտի մեր բոլորի սրտերում ինչ կա, գիտի մեր մտադրությունները եւ մեր ամենանվիրական երազանքները, գիտի մեր թե առավելությունների եւ թերությունների մասին, եւ այս ամենով հանդերձ նրա սերը ընտրողական չէ, այլ ընդգրկում, ներառում է բոլորիս։ Ուրեմն սիրելիներ, իբրև օրվա խորհուրդ կամ օրվա պատգամ, պիտի խնդրեմ, որպեսզի յուրաքանչյուրդ մեկական աղոթք բարձրացնեք յուրաքանչյուր հոգևորականի համար, մեր հոգևոր դասի համար, ի գլուխ ունենալով ամենայն հայոց հայրապետին, որպեսզի մշտապես մեր առաքելության մեջ հաջողենք եւ մեր կարգի մեջ հաստատ մնալով ձեզանից անպակաս չանենք Տիրոջ խոսքը եւ որպեսզի լինենք մեկ հոտ եւ մեկ հովիվ։ Աստված պահապան ամենքիս։